Արդեն 4 ժամ անցավ։ Բժիշկն այդքան էլ ասում էր, որ կտևի 4 ժամ վիրահատությունը, բայց երևի որ վրայը կվերջացնեն։ Գոնե մեկը գար մի բան ասեր, սենց անորոշության մեջ ինչ անենք։ Մարդիկ իրենց գործն են անում։ Դե հա։ Տաթև, իսկ Սարան հաճախակ երբ բողոքում իր երիկամից։ Չէ, երիկամի ցավ չի ունեցել։ Բայց բժիշկն ասաց, որ դա նոր բան չի։ Սրտխառնոց ա ունեցել, գլխապտույտ, բայց մտածել ենք երևի մրսածա դրա համար։ Պարզ է։ Անուշադրության մատնե իրան ու ամեն ինչ այդ աստիճան բարդացել է։ Տեսնես, որ վիրահատեն վտանգը կացնի։ Դա չգիտեմ։ Բայց որ բժիշկի հետ խոսում էի, ասաց, որ ամեն ինչ շատ լուրջ է, որովհետև մի երիկամը չի աշխատում, իսկ մյուսը ընդհանրապես կնճռոտվել է ինչ-որ։ Շատ եմ վախենում ես։ Չէ։ Վախենալ մեզ պետք չի, հակառակը պետք է ուժեղ լինենք ու ամեն ինչ անենք, որ Սարան շուտ ոտքի կանգնի։ Աստված տա։ Բժիշկ ոնց անցավ վիրահատությունը, ոնց է Սարան։ Վիրահատությունը նորմալ է անցել։ Մնում է հետ վիրահատական փուլն էլ նորմալ անցնի, որ հանգիստ շունչ քաշենք։ Իսկ Սարան ոնց է։ Նորմալ է ամեն ինչ։ Վիրահատարանում նարկոզից են արթնացնում։ Կես ժամից կտանենք բոքս։ Կարող ենք մի րոպեով տեսնել։ Գոնե մի վայրկյանով հանգիստ լինելու համար ուղղակի։ Ոչ, չի կարելի։ Հիվանդին հանգիստ է պետք։ Վաղ կտեղափոխենք պալատ, պալատում կտեսնենք։ Լավ։ Իսկ հիմա իրան ինչ է պետք։ Չգիտեմ, ուտելիք, դեղորայք ինչ է պետք գնամ բերեմ։ Չէ, ոչինչ, ամեն ինչ նորմալ է, ինչ որ պետք լինի մենք կտանք։ Դուք հանգիստ գնացեք։ Չէ, գնալը բացառվում է։ Կներեք, ես շտապում եմ։ Գոնե մի վայրկյանով տեսնեինք։ Պետք է հասկանանք։ Հիմա կարևորը վիրահատությունը բարեհաջող ավարտվել է։ Կարելի է մի քիչ շունչ քաշել։ Չգնանք սուրճ անենք։ Հա, կարելի է։ Գնացինք։ Աշխեն։ Հա, Տաթև, ինչ նորություն։ Հենց նոր ավարտեցին, բարեհաջող անցել։ Ինչ լավ է, իսկ Սարան ոնց է։ Դեռ չգիտենք։ Դու հիմա Արմանի հետ ես։ Հա։ Ինչ ես հարցնում։ Ուղղակի, աշխատանքից հետո ես անպայման կգամ։ Լավ, իսկ այդտեղ ոնց է, երեխեքը լավ են։ Միլենան է, որ ոչ մի կերպ չի հարմարվում, բայց մնացածը նորմալ են։ Շատ լավ, գոնե երեխեքը լավ լինեն, հանգիստ լինեմ։ Հա, հանգիստ տեղի։ Ինչքան շատ եք սիրում այդ երեխեքին։ Գնանք։ Գնանք։ Մամ, ինչ-որ բան կա անելու։ Լուսին ամեն ինչ արել է։ Մնում է փոշիները վերցնի։ Ես հիմա կվերցնեմ։ Իմիջայլոց Լուսին մտել է ինտերնետ, որ խռացնելու համար դեղեր նայի։ Գիտես, զարմանում եմ, որովհետև Արսենը երբեք չի խռացրել։ Վայ, մամա իրոք խռացնում է, ահա որ, սարսափելի։ Հա։ Գնամ փոշիները վերցնեմ։ Գնա բալես։ Մամ, Արդ։ Ես էլ մենք։ Լիլիա ջան,
Բարև ձեզ։ Բարև Էլիզա ջան։ Բարև։ Էսա քեզ։ Էս երբ ես եկել բալես։ Արտուրից հիշում ես, չէ՞։ Ոնց չեմ հիշում։ Լավ ես։ Լավ։ Ես մի քանի օր առաջ ա եկել։ Բա ինչի՞ այսպես կանգնած մնացիք, ներս եկեք։ Ես դու գնա սուրճ դիր։ Հա, հիմա փոշիները վերցնեմ ու դնեմ։ Իմ երեխեն մեր տանը ընդհանրապես գործ չէր հանում Էլիզա ջան։ Երեխա ձեր տանը ամուսնացած չէր։ Այստեղ արդեն ամուսնացած կին է։ Բա իր տան գործով պիտի անի։ Գնա սուրճ դիր, Լուսին էլ ասա թող քեզ օգնի։ Փոշիները հետո կվերցնես։ Հիմա։ Լուսին տանն է։ Հա, տանն է Լիլիա, պարապում է, ստուգարք ունի։ Հետա գնալու երևի, հա։ Չէ, օնլայն։ Օնլայնը որ նա չգիտե, որ այստեղից մինչև այնտեղ կարելի է սովորել։ Պաստորեն։ Էս էլի իմ մասին եք խոսում։ Բարև ձեզ։ Բարև չամիչ աղջիկ, ո՞նց ես։ Լավ եմ, մերսի, դուք ո՞նց եք։ Մենք շատ լավ ենք, որ ձեզ հյուր ենք եկել։ Ծանոթացի Լուսի ջան, իմ եղբոր տղան, այսինքն ինչի եղբորս իմ տղան է։ Ծանոթացեք։ Լուսի։ Արտուր։ Ինչ էսպես կանգնած մնացինք, առաջ գնանք, հանվեք։ Հայլի, Արտուր ջան, քեզ ազատ զգա մեր խնամիները, կարքին մարդիկ են։ Հանվի արի։ Հարց։ Որտեղ ես։ Ինչ ես արցնում։ Ինչ կա դուր ես, ինչ ես անում։ Ես կոֆե եմ խմում կամ հիվանդանոց։ Արդ ես քեզ այն ժամանակ էլ ասացի, չէ՞ որ դրա կարիքը չկա։ Բա հետաքրքիր տղա ես, սաղիշոր տեղ ես եղել, չգամ տենալ։ Արդ քանի անգամ կրկնեմ։ Գալու կարիք չկա։ Դու ավելի լավ է գնա օֆիս, պապային օգնի։ Եղբայրս է ուզում գա։ Լավ, կներես ինձ հեսա կգա։ Դե լավ է, ես էլ ասեմ քիչ ես դուն գալի։ Աղջիկների հետ կոֆե ես խմում մենակ։ Էլ մի սկսի։ Լավ, սաղեչ, ասա տնամ Սարա ոնց է։ Ոնց ջոգում եմ վաղը մյուս օր հարսս է դառնալու։ Արս։ Փոքր ժամանակ էլ ամեն ինչ սիրում էր, որ շուտ լինի, ժամանակից առաջ էին գնում։ Հիմա էլ ոնց որ ժամանակից առաջ ես գնում։ Այ ախպեր, տո լավ էլ ժամանակն է, եթե լավ աղջիկ է, ինչի՞ չէ։ Հա։ Բայց դրա համար դեռ մի քանի հարցեր կան լուծելու։ Ամերիկայում էլ շատ հարցեր եմ կիսատ թողել։ Ինչ հարցեր։ Հարցեր։ Չկա տենց հարց լուծում չունենա։ Ես էլ գիտեմ։ Լավ։ Դու ինձ ասա տեսնեմ գնացիր օֆիս։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է, հեսա կգնամ օֆիս։ Արսեն, դու հասկանում ես, որ ամեն ինչ թողել ենք պապայի վրա։ Էդ էլ ճիշտ չի։ Ասի կգնամ օֆիս։ Մերկու մանր գործ ունեմ։ Էդ էլ որ անեմ, առաջվա նման սաղուր օֆիս կլինեմ։ Էդ ինչ հարցերի մեջ ես։ Էդ ինչ հարցեր ես լուծում։ Դու քո գործերին նայ։ Արա որ քեզ ճամփում ենք։ Ինչի՞ չես ճամփվում։ Ես պետք է Արսենին տենամ։ Չէ, հա։ Հավատա։ Այդ շատ կարևոր է, զանգի Արսենին դուր հետ երկու բար խոսամ, հետո ուր ուզեք կգնանք իրար հետ։ Էլ ինչ կուզես։ Զանգի Արսենին, երկու բար խոսանք, հետո կգնանք այնտեղ, որտեղ որ ձեզ պետք է։ Արս, հետի մեր մոտ է։
Ինչ ենք անում։ Եղավ։ Չմրսի տղեն։ Աշոտ, ինչ է եղել Աշոտ։ Այդ թշնամիները ինձ են հասել։ Այսինքն չհասկացա, ոնց թե քեզ էլ ասել։ Այն օգնականից Սերգեյն ծեծել են, անենց են ծեծել հիմա հիվանդանոցում պարկած է։ Ինչի համար։ Չգիտեմ, ասել են գնա այդ նախարարի տասը, որ հաջորդը ինքն է։ Ես էլ ասեցի գամ, մի հատ նստենք, տեսնենք այդ մեր թշնամիները ովքեր են։ Աշոտ, ես ոչ մի թշնամի չունեմ, այսինքն ուզում եմ ասել, սենց առերես։ Իմ թշնամին ենքան վախկոտ է, որ տակից է թշնամություն անում։ Դե ես էլ ասեցի գամ նստենք, պարզենք, տենանք ովքեր են։ Ինչի համար։ Դու մի անհանգստացի, ես կպարզեմ, ես կիմանամ։ Լավ։ Ստեղ բիզնեսի թղթերն են։ Են Վրաստանի բիզնեսի թղթերն են ստեղ։ Են որ ուզում ես սյուրպրիզ անեի, բայց չստացվեց։ Ուզում եմ տամ քեզ, ինձ բան պետք չի։ Ադամ ջան, ես մենակ մի բան եմ ուզում, որ ինձ էլ կասկածանքով չնայես։ Ես ուրիշի կոպեկին երբեք աչք չեմ դրել։ Մենք մեծ մարդիկ ենք։ Սյուրպրիզները կնիկների ու երեխեքի համար են, Աշոտ։ Ադամ ջան, հիմա ինչ էլ ասեմ, չես հավատալու։ Ես նախարար մարդ եմ, քչից շատից փող ունեմ, ստեից ընդեից փայեր ունեմ, կրիշ եմ կանգնում։ Ուղղակի ուզում եմ իմանաս, իմ համար ամենակարևորը իմ ընտանիքն այն աղջիկն է։ Ես իմ կյանքից գոհ եմ։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչի ես ասում ես ամեն ինչը։ Ադամ ջան, ասում եմ, որ ես իմ աղջկան քեզ եմ տվել։ Ինչքան դու լավ լինես, այնքան էլ ինքը լավ կլինի։ Ես չէի ուզի, որ մի երկու կոպեկի պատճառով իմ աղջկա լենտեղը նեղանա։ Էս ինչ է։ Բիզնեսի ակցիաներն են, Ադամ ջան։ Դրան տարեք մեր սիրած տեղը հեսա ես կգա։ Լավ արժ չեն։ Ես պետք է Արսենի հետ խոսամ։ Խոսաս համբերի։ Արտուրս էլ եկել է, այստեղ ուզում է ինչ-որ բիզնես տնի Էլիզ ջան։ Շատ լավ է անում։ Դե բա ինչ, երեխես 10 տարեկանից հոր հետ աշխատում է դրսում, հիմա էլ ուզում է իր սեփական գործը ունենա, քարից հասկա քամի գիտես, չէ։ Ինչ բիզնես ես ուզում դնել, Արտուր ջան։ Ռեստորան եմ ուզում բացեմ։ Շատ լավ է։ Դե Աշոտս էլ կողքից կօգնի, որ անասող չլինի գործերը արագ առաջ գնան։ Ինձ կներեք ես գնամ դասերիս։ Լյուսի ջան, լավ էլի։ Նստի մի քիչ զրուցենք, քեզ 1000-ից 1 ենք բռնացնում։ Զինա ջան, սառնարանում խմորեղեն կա, կոնֆետ կա, միրգ կա, բեր հյուրասիրի։ Էլիզա ջան, ոչ մի բան պետք չի, ազնիվ խոսք։ Բոլորիս տներն էլ լիքն է, էլի։ Նա սուրճ խմենք գնանք, նստի բարես, նստի զրուցենք։ Զինա, գնա բեր հյուրասիրի։
Լավ, դե ես էլ գնամ երեխուս օգնեմ, նորմալ սեղան դնենք, նստենք, որ այդպես է։ Գնա օգնի։ Հայկ։ 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 Զանգա գալի կարամ պատասխանամ։ Պատասխանի։ Ախպերս։ Ուր ես։ Դուրս եմ եկել տնից։ Դուրս ես եկել թե տարել են։ Դուրը բացա բանալին է վրան։ Հա, գիտեմ, դուրը փակի, բանալին էլ վերցրու մոտդ կզանգեմ ախպերս։ Դրանց հետ ես։ Չէ, ինչ ես խոսում։ Լավ էլ չեմ կարա խոսում։ Ասա Արսեն։ Ինչ ես անում։ Ոչ մի բան։ Մաման ու Արտուրն են եկել, կոֆե եմ դնում։ Յա, կոֆե ես դնում։ Հələ հեռախոսը դուր մորդ ասեմ, որ կոֆե դնելուց հետո ինքնասպանության փորձ ես անում։ Նորից սկսեցիր։ Լավ, կյանքս չնեղվես։ Զանգել էի ասեի, որ մեր հետ էր զանգե։ Ուզում էին գային։ Քեզ էր զանգել։ Չէ, կյանքս քեզ էր զանգել, դու լողանում էիր, ես պատասխանեցի։ Պարզ է։ Ուրիշ բան ունես ասելու։ Նրա փոխանակ ասես երբ ես գալու տուն, կարոտել եմ, սիրում եմ քեզ, մի հատ կոֆե դնես խմեմ։ Ինչ ես խոսում։ Դե եթե չունես, ուրեմն զբաղված եմ։ Ունեմ։ Ասա։ Դամբուլ։ Չոբան։ Այդ Արսենին ես ասում Չոբան։ Մամա, որ Չոբան է, ասում եմ Չոբան։ Մալես ես կոֆեին գնայեմ։ Լրի մոխրոտի գնես դարձել դուր։ Հա, մամ, ոսկու կարաս եմ ընկել։ Չես տեսնում, բախտը վրայից ես թափվում է։ Մի ասա վատ եմ զգում։ Բայց ո՞նց եղավ որ եկաք, մամ։ Ինչ իմանամ Մալես, ես քանի օր Արտուրը ասում է գնանք, հա գնանք։ Գոնե գալուց նենց գայք, որ տղամարդիկ տանը լինեին։ Չնայած իրանք երբ են տանը լինում, որ։ Հա, բայց Արսենը ասեց, որ շուտ է գալու։ Ասեց, բայց կգա։ Դե դա ինքը գիտի։ Ինձ նա հետդ խոսելու բան ունեմ։ Ինչ է եղել։ Հիմա դրա ժամանակը չի, հետո կասեմ։ Այդ խամորեղենը կիսուրից ճաշակն է։ Ես բոլոր ակցիաներն են։ Ես արդեն տակը ստորագրել եմ, մնում է դու էլ ստորագրես։ Թող մոտդ մնա, կտաս Արմանին թող աչքի տակով անցկացնի։ Դու մտածում ես, որ այս ակցիաները ես քո ձեռքից պիտի վերցնեմ, հա։ Ադամ ջան, ես չեմ կարծում։ Ես նվեր եմ տալի։ Աշոտ։ Ադամ ջան, ինձ կներես հիմա ժամանակ չունեմ։ 20 րոպեից խորհրդարանում պետք է լինեմ, նիստի եմ։ Բայց եթե խոսալու բան ունես, մի քանի օրից կնստենք իրար հետ միտեղ երկու բաժակել բան կխմենք են հին օրերի պես ու կխոսենք։ Իսկ հիմա ինձ կներես, ժամանակ չունեմ։ Ոնց կասես։
Ցտեսություն։ Հաջողություն։ Արման ջան, հա պապ։ Ասում եմ այսօր օֆիսում չերևացիր, զանգեմ տենամ ոնց ես ոնց ես։ Այսօր կարողա չհասցնեմ կամ պապ։ Չնայած կարողա ուշոտ երևամ, հո բան չի եղել։ Հա բա եղել է։ Աշոտներ եկել մոտս, նոր գնաց։ Ու ակցիաներն էր բերել։ Էն, որ Իրանն է։ Բայց ինչի համար։ Ասում եմ, որ այդ ակցիաները վերադարձնում են։ Իսկ փոխարենը բան չուզեց։ Բա հենց հետ է էլի, որ փոխարենը ոչինչ չի ուզում։ Պապ տարօրինակ չի։ Շատ։ Լավ, պապ ջան, դու այդ թղթերը թող սեղանի վրա, ես իրի գունը կգամ անպայման գնայեմ։ Եղավ Արման ջան, հա, Արսենից խաբար բան չունես։ Մի քիչ առաջ է եթե խոսում, ասեց գալիս է օֆիս։ Արման ջան, այդ տղեն ինչ ամուսնացել է, նրա երեսը օֆիսում ով է տեսել։ Դե նորը ամուսնացել է, պապ։ Այդ տղուն էլ կարելի է հասկանալ, չէ։ Դե լավ, Արման ջան, դու քո գործերին էի։ Կգաս կխոսենք։ Անպայման։ Տաթև, չլսվեցիր բժիշկն ինչ ասեց։ Մնալը անիմաստ է, խնդրում եմ, արի ինձ լսի։ Գնանք քեզ ճանապարհեմ տուն։ Իսկ եթե Սարային ինչ-որ բան պետք լինի։ Ես տեղ եմ, ինչ էլ որ պետք լինի, ամեն ինչ կհասցնեմ, կբերեմ։ Իսկ դու ինչ ես անելու։ Դե կփորձեմ Սարային տեսնեմ։ Հետո մի երկու հատ գործ ունեմ երեկոյան։ Դուրս կգամ, բայց գիշերը ստեղ կմնամ Սարայի կողքը։ Լավ։ Գնանք ճանապարհեմ։ Գնանք։ Գնացինք։ Ինչ կա։ Դրան շատ էին ծեծել։ Վրան սաղտեղ չէր մնացել։ Դու շատ էլ լավ էին արել։ Որ ժամանակին ասում էի դրան սատկացրու, հիմա թող իրան սատկացնեն։ Ադամը ոնց որ փափկեց։ Մի երկու անգամ էլ տենց խոդանեմ։ Կասկածներին վրայից կվերանա։ Կանչել եք։ Հա։ Ես դուրս եմ գալիս Աշխեն։ Կհետևես, որ այստեղ ամեն ինչ նորմալ լինի։ Եղավ։ Լավ։ Տաթև։ Հա, Աշխեն։ Դու հիմա որտեղ ես։ Սարան հիմա բոքսում է, դե թույլ չեն տալիս բոքս մտնել։ Դրա համար էլ տուն եմ գնում։ Բա Սարայի մոտ փաստորեն մարդ չկա։ Չէ, չկա, այսինքն Արմանն է։ Արմանը ասեց ինքը կմնա, ես էլ տուն գնամ։ Դե հա։ Ասում ես Արմանը Սարայի մոտ է։ Հա։ Լավ, Տաթև ջան, դե դու գնա հանգստացի։ Աշխեն փողի համար ասեցիր դու։ Հա, ասեցի։ Ասեց կստանան սահմանված կարգով։ Ինչ վատն է, բայց։ Բայց դու ինչ ես փողի մասին մտածում։ Արմանը փողային հարցերը չի կարգավորել։ Հա, դե, բայց անհարմար եմ զգում։ Լավ, էլի Տաթև։ Հա, լավ, կխոսենք։ Փաստորեն Արմանը հիվանդանոցում է։ Ված չի։ Աշխեն, Ասա Միլենա, ինչ ա եղել։ այդ ճիշտ է, որ Սարան հիվանդ է։
Չէ, այդ սուտ է։ Գոռը լսել է, թե դու ոնց էր հեռախոսը խոսում ու ասում, որ Սարան հիվանդ է։ Միլենա, նման բան չկա։ Իսկ Տաթևը երբ է գալու։ Տաթև էլ չի գալու աշխատանքի։ Քո պատճառով Տաթևին հեռացրել են։ Իսկ հիմա գնա քո խմբի երեխաների մոտ։ Աշխե։ Քեզ էլ ստեղ չտեսնեմ, Միլենա։ Սազվեցի արդեն։ Բայց որ մի քիչ էլ խմեմ, հաստատ լավ չի լինի։ Ինչի՞ց ես վախենում։ Ես քո կողքն եմ։ Չեմ վախենում, ուղղակի այդ ոտքերից վրա չեմ կարողանում կանգնել։ Ես քեզ գրկած կտանեմ։ Ոչ։ Փորձենք։ Ես ուզում եմ, որ դու միշտ իմ կողքին լինես։ Որ ծեծեսել, կողքիցդ չեմ գնալու։ Վազելու ես հետևիցս, Լևոն, խնդրելու ես այ կտեսնես։ Վայ գլուխս։ Բան ա եղել, մամ։ Գլուխս ացավում շատ ուզեղ։ Դե գնա պարկի դեղ բերեմ հիմա։ Հա կգնամ։ Ուզում եք մի հատ ձեր ճնշումը չափեմ, գուցե բարձր է։ Չէ, բալես, ես ճնշման խնդիր չունեմ։ Լավ։ Մամ, հլը խմի ես։ Լավ էր, ինչ եղավ քեզ։ Ինչ պիտի լինի։ Լիլիան նրվերս խախտեց։ Անընդհատ հասկացնում է, որ տանը աշխատող պահենք։ Թե ասա, քո ինչ գործն է։ Հա լավ, մամ, խոսում է, թե խոսա։ Բայց չի կարելի, չէ։ Կարելի է անընդհատ քիթը մտցնել ուրիշի ընտանիքի մեջ։ Դա իրան վերաբերվում է։ Հա, մամ, ճիշտ ես ասում։ Բայց դե մեկը դուք անելու եք նենց ոնց որ ձեզ հարմար է։ Ինքը ինչքան ուզում է թե խոսա։ Բա իհարկե պիտի անեմ նենց ոնց որ ինձ է հարմար։ Դե ուրեմն վերջ։ Մի ներվայնացիմ։ Կարող է ես չուզենայի տանը աշխատող լիներ։ Ադամը չի ուզում։ Պատկերացնում ես տանդ մեջ անընդհատ օտար մարդ լինի։ Ոնց կարելի է։ Դե այդ պահով ճիշտն ասած ինձ էլ է թվում, որ տան աշխատող է պետք։ Քո գործը կհեշտանար, չի չարչարվի։ Բալես, ես գիտես քանի տարի առաջ եմ դրա մասին ասել։ Պապատ ամեն ինչ անում է մեզ համար, մենք որևէ բանի կարիք չունենք։ Այդ մարդը այդպես է ուզում, կարելի է, չէ՞, այդ մի բանն էլ այդ մարդու ուզածով լինի։ Լավ, մամ, հանգստացի։ Քեզ թվում է հեշտ է, այդ ամբողջ տան հոգսը ինձ վրա է եղել միշտ։
Մամա լավ հանգստացի։ Խոսում է էլի ցնդած։ Աղջիկը հանկարծ փոշիները վերցնում էր, նեղվեց դրանից, ոնց կարող էր։ Ես ինչքան կեր այսօր։ Իսկապես ուզում է այդ խոսա։ Ուզում է խոսա, թող խոսա։ Ալեքսմեն։ Մեզ մենակ թողեք։ Ես չեմ ջոգում։ Ոնց քեզ վերևից գցում են, կատվի նման թաթերիդ վրա ես ընկնում։ Ու սովոր շամպես հետ ես գալիս։ Ես քեզ չեմ վիրավորում, դու էլի մտ հանգիստ խոսա։ Ինչ ես հետ եկել։ Ես քեզ չասեցի աշկի շերևաս։ Ինչի, վախենում ես, որ ձինան կգա իմ մոտ։ Որ ձինան եկող ելներ հետդ, հարսանիքիս օրը հետ չեր գա։ Ես ձինայի հետ էլ ոչ մի կապ չունեմ։ Հիմա ոչ ես եմ ձինայի հետ հանդիպում փնտրում, ոչ էլ ձինան ա տոն տալիս։ Ինձ ուղղակի մի բան ա հետաքրքրում։ Այն օրը դու ինձ իմ քաղաքից ուղարկում էիր։ Ինչի։ Դու քեզ ճիշտ չես պահում։ Մենք պատահաբար ենք հանդիպել։ Թե քեզ թվում է ես այնքան ապուշ եմ, որ կգամ այնտեղ, որտեղ որ դու ես նստած քո ընտանիքով ու ախրանայով։ Դու հարսանիքս հարամելով ապացուցել ես, որ դու ապուշ ես։ Դա անցանք, դա անցած թեմա է։ Նայածում համար։ Դու ինձ ստիպում ես անել այն, ինչ որ ես չեմ ուզում անել։ Ես քեզ տղավարի եմ ասում։ Իմ ու ձինայի մեջ էլ ոչ մի բան չկա։ Հա, ես սիրել եմ ձինային։ Որ ուզում ես իմանաս, հիմա էլ եմ սիրում։ Բայց հասկանում եմ, որ ձինան քո կինն է, ու մեր մեջ էլ ոչ մի բան լինել չի կարող։ Ճիշտ ես, բայց ինձ չի դզում, որ ինչ-որ մեկի փսինքներն իմ կնգա համար գնում է։ Հա սպանում ես, սպանի, բայց լավ իմացի, որ ես իմ քաղաքից ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Ես այս աշխարհում ունեմ, մի մեր ունեմ, ու ես իմ մորը երբեք մենակ չեմ թողնի։ Հասկացի, ես տեղ տուն ունեմ, աշխատանք ունեմ, ընկերներ ունեմ, շրջապատ ունեմ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Լսի, եթե դու քեզ նորմալ պահես, ինձ համար մեկ է, որտեղ կապրես, ինչ կանես, բայց դու քեզ նորմալ չես պահում։ Նորից եմ քեզ ասում։ Իմ ու ձինայի մեջ ամեն ինչ ավարտված է, էլ ոնց ասեմ, որ հավատաս։ Մեր մեջ էլ ոչ մի բան չկա։ Համել են օրը տեսա ոնց էր ձեռդ բռնել։ Չէ, ինքը էլ իմ ձինան չի։ Ձինան իմ կինն է, ու հարց ու պատասխան չի կարա լինի։ Դու հասկանում ես, որ ես ամեն վարքյան կարամ քո կյանքը խլեմ։ Կյանքս կարաս խլես, բայց ես ինքս եմ որոշում ուր գնամ ու ինչ անեմ։ Ու նորից եմ քեզ ասում, ես ձինայի հետ էլ ոչ մի կապ չունեմ, ձեզ էլ երջանկություն եմ ցանկանում։ Այս ուրիշ բան, բայց նայ, ես քեզ երկու անգամ ներել եմ, երրորդ անգամ չեմ ներելու։ Կյանքդ խլելու եմ առանց աշկերս թարթելու, ու չկասկածես, տղավարի եմ ասում։ Հասկացանք իրար։